եղավ մյուս պատմությունը, Սերժ Սարգսյանն ուզեց Վազգեն Սարգսյանի ժառանգությունն իրենով անել, որ հաջորդը ինքը դառնալ։ Այս թիմից լիքը մարդիկ էլ տեղափոխվեցին նրա ներքո։ Ու այս ստեղծեց թիմեր երկրապահի ներսում, որ իրար դեմ հակամարտում են, հիմա կարող են ասել Մանվելը միահեծաներ, միանձնյա էր եւ այլներ դրա համար, չէ, նաեւ իշխանություններ։ Այդ ժամանակ կար, որ մինչև 8-9 ազատամարտիկների միություն էր ձևավորվում։ Այս նույն երկրապահը ջլատելու համար։ Եվ այդտեղ գործող իշխանությունը թե Ռոբերտ Քոչարյանը, դե Սերժ Սարգսյանը իրենց անձնական թևերն էին բաժանում։ Այս ենթատեքստում է եղել գործընթացը, եւ այդ ենթատեքստում այդ իշխանությունը, այդ երկրի նախագահը առաջարկություններ արեց, իրենք էլ համաձայնեցին, գնացին, եւ այդ առումով է, որ ես ասում եմ, որ Մամել Գրիգորյանի այդպիսին դառնալը պատասխանատու առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդ հերթին Սերժ Սարգսյանը, որոնք անսահման հնարավորություններ տալով ասեցին դարձեք մեր կողմից, ձեզ ինչ պետք է ձեզ կտանք, արեք ձեր տեղերում ինչ ուզում եք, ձեզ որևէ մեկը չի կարող որևէ բան ասել, կարող եք ունենալ ցանկացած բան, մենք չենք ասի ձեզ էս որտեղից, այսինքն կային մարդիկ, որոնք արտոնյալ էին, որոնց խնդիրն էր պաշտպանել գործող իշխանությանը, կամ մինիմում պարագայում լոյալ մնալ, դրա փոխարեն ունենալ ամեն ինչ։ Դրա փոխարեն երկրապահին տրվում էր հնարավորություն ամառային ճամբարների, նյութական միջոցների, չգիտեմ, նորանոր գրասենյակներ բացելու, նյութական միջոցների տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելու, խմբակներ պահելու, այդտեղ լավ էլ կա, վատ էլ կա, տեսեք, այն նույն երիտասարդ երկրապահը, պատանի երկրապահը որ կա, այդտեղ լուրջ հայրենասիրական ոգի են դաստիարակում ապագա սերունդին, որտեղ երբ որ այդ երեխան հագնում է զինվորականի հագուստը, դրա մեջ իրեն հայրենիքի զինվոր է զգում։ Այդ երեխաները երբ որ գնում են բանակ, իրեն զրոյց սովորեցնել պետք չի ինքնաձիգը քանդել հավաքելու։ Իրենք այդ ամեն ինչը արդեն գիտեն։ Այստեղ էլ լուրջ խնդիր ունենք մենք, գիտեք։ Նախկինում Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիա ընդունվում էին, ինստիտուտ ընդունվում էին սովորելու, մինչև 300 ուսանող, ավարտում էր, ասենք, ենթադրենք 230-240-ը։ Այսօր թվերը չասեմ, այսօր 60-ն է ավարտում։ Ինչու՞։ Որտեղ զինվորականի մասնագիտությունը պատվաբեր չի, շահութաբեր չի, զինվորականը չի կարողանում ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, ու այստեղ ահռելի աշխատանք կանելու, այդ դերը բարձրացնելու, այդ մասնագիտությունը ամենաանկալելի ընդունելի դարձնելու, այդ մասնագիտությունը ապահով դարձնելու, այդ մասնագիտության երիտասարդը պիտի հենց հաջորդ քայլ իր ընկերուհու մոտ գնա տան բանալիով, պիտի կարողանա օգնել իր ծնողներին, պիտի պայմանագրայինը չդառնա այն մարդով գնացել է Ռուսաստան աշխատանք չի ճարելու հետ է եկել, ու ստիպված գնում է ու գյուղում էլ հարևաններն ասում են, գիտես ինչ, բա մենք մեր երեխուն այդ մեր 2 կոպեկի համար կթողենք գնա Գյուլի բերան կանգնի,